նշել, որ երեկվանից բազմաթիվ մարդիկ են այցելել Ադամին եւ տղերքին եւ ֆոտոներն են ուղարկում եւ մանավանդ այս վերջին օրերը ավելի շատ են կոնտակտի մեջ մտնում շատ օգտատերեր, որոնց ես երբևէ չեմ ճանաչել եւ ասում են, որ մեր հարազատի կամ իմ տղայի անունը Ադամ եմ կնքել, դրանից ավելի մեծ, ինչ ասեմ, հպարտություն, սփոփանք ես այս օրերին չեմ կարող գտնել, բայց նաև այսօր այնքան համահունչ ինչ-որ սենց հոգեվիճակ ա իմ մոտ մեր շատ սիրելի արցախցի հարազատներից մեկի, որոնց հետ մենք ծանոթացանք ապրիլյան պատերազմից հետո, երբ որ այցելեցինք Արցախ, երբ որ պետք է Ադամի դիրքը այցելենք իր անվան, դե գիտեք, որ ինքը Ջաբրայիլում 112 դիրքի ավագն էր, հրամանատար, սերժանտ եւ մարտը վարել են շատ հմուտ, ինչպես շատ հմուտ զինվորականի նման եւ պայքարել են եւ հետ են մղել թշնամուն, բայց այդ մեր հարազատը Ռոմելա Դադայանը արցախցի այսպիսի մի միտք ասաց երեք, որ Ջաբրայիլի հզոր արծիվ Ադամ ջան, Արաքսի պաշտպան, ես գիտեմ ձեր քո ընկերների հոգիները դեռ նեղացած են, բայց հաստատ կգա գեղեցիկ լավ ժամանակներ, ու մոտավորապես միտքը փոխանցում եմ բառացիորեն չեմ կարող ասել, եւ մենք հաստատ կհաղթենք չարին։ Այսպիսի զգացողություններ ա, որովհետեւ լիարժեք չես կարող, հպարտություն կա իհարկե, ապրիլյան պատերազմի ժամանակ մի քիչ իրավիճակը ուրիշ էր։ Իսկապես տղաները հերոսաբար կռվեցին եւ պայքարեցին այդ մեր հայրենիքի հետ հողի համար։ Այդպես եղավ նաեւ հետո 20 թվին։ Բայց չեմ ուզում դրա մասին խոսել, դե տեսնում ենք, մենք ունենք այն, ինչ որ ունենք հիմա, բայց ուզում եմ վերադառնալ մեր այդ հպարտությունը, որ որևէ մեր զինվորի սպայի արյուն հենց այնպես չի թափվել, հենց այնպես չի գնացել։ Ապրիլյանից հետո ցավի հետ նաև կար այդ հպարտությունը։ Հիմա ցավոք ուզում եմ որքան հնարավոր է շուտ մեր այս հերոս որդիների, Ադամի եւ Ադամի նման տղաների կատարած սխրանքներից հետո մենք ունենանք ռեալ սփոփանք եւ հաստատ կգա այդ ժամանակները, այդքանը կարող եմ ասել, թե ինչ-որ հարցեր ունեք։ Ադամին ինչ ունեք ասել։ Ես մի անգամ ասել եմ շատ վաղուց այդ մասին, երևի հիմա էլ նորից կրկնեմ, շատ-շատերը ասում են, որ թող բարեխոս լինեն, Ադամը եւ մյուս տղաները բարեխոս լինեն մեր երկրի համար, մեզ համար։ Ես համոզված եմ, որ ինքը եւ իր ծառայակից իր ջոկատը, որը հիմա նահատակված է, երկնքում են տղերքը եւ մյուս տղաները, հաստատ բարեխոս են մեր երկրի համար, մեր ընտանիքների համար։ Եվ այսպիսի մի բան, որ երևի միշտ մտքովս անցնում է, կասեմ, որ մինչև հանդիպում Ադամ ջան, կհանդիպենք։